Բարև բոլորին եւ բարի գալուստ դիմալիկ։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ անգլերենի ժամանակաձևերը, այսինքն առանձին օրինակների վրա մենք կտեսնենք եւ ես կբացատրեմ ձեզ, թե այս ժամանակաձևը ինչու ենք այստեղ օգտագործում։ Դե ինչ, եկեք սկսենք։ Առաջին նախադասությունն է I go to school every day. I go to school every day. Ես գնում եմ դպրոց ամեն օր. I go to school every day. Սա present simple-ում է այս նախադասությունը, եւ ինչու ենք օգտագործում present simple, քանի որ մենք ունենք նշված every day, ամեն օր, այսինքն ամեն օր կատարվող գործողությունը կամ շատ հաճախ կատարվող, միշտ կատարվող գործողությունների դեպքում դուք դնելու եք present simple, ներկա, անորոշ, ներկա պարզ ժամանակաձևը։ Ահա, I go։ Եկեք հիշենք, թե այն ինչպես է կազմվում։ Այն կազմվում է բայի ուղիղ ձևով եւ he-she it-ի ժամանակ ավելացնում ենք s կամ es։ Օրինակ, I go to school every day, բայց he-she it goes to school every day։ Ահա, կան շատ օգնող բառեր, դրանցից են always, usually, եւ այլն։ Այստեղ մենք ունենք every day։ Հետագայում էլի էսպիսի տեսանյութեր կպատրաստեմ արդեն ուրիշ օրինակների վրա, կհասկանանք։ Հիմա այս կանոնը կոնկրետ այստեղ մենք տեսանք։ Անցնենք հաջորդին։ They are going home now. They are going home now. Սա present continuous-ում է այս նախադասությունը, սա թարգմանաբար նշանակում է նրանք գնում են տուն հիմա։ They are going home now. They're going home now. Ինչու ենք դնում present continuous-ում։ Present continuous-ը ներկա շարունակականն է։ Քանի որ ունենք now, հիմա, այսինքն հիմա այս պահին կատարվող գործողությունների հետ դնելու ենք present continuous։ Present continuous-ը եկեք հիշենք, թե ինչպես է կազմվում։ Կազմվում է to be by-ի օգնությամբ plus գոյականը plus ing, այսինքն are to be by-ն է եւ going ing ձևն ենք դնելու, այսինքն go plus ing վերջավորությունը։ To be by-ը I am, you are, he is, she is, it is, we are, you are, they are։ Ահա, այսպես է։ Հասկացանք, am is are-ն է to be by-ը։ Այսպես ուրեմն։ Իհարկե կան ուրիշ դեպքեր, որտեղ որ մենք պետք է նորից օգտագործենք present continuous, բայց դրա մասին հետո առանձին էլի կոնկրետ օրինակի վրա կբացատրեմ։ Այս դեպքում գործողությունը կատարվում է հիմա, կոնկրետ այս պահին, դրա համար դնում ենք present continuous։ Եվ ուշադրություն դարձրեք, որ home բառի հետ մենք չենք դնում to։ They're going to home չենք ասում ենք they're going home, they're going home։ Սա հիշեք։ Անցնենք առաջ։ He lived in Italy in 2004. He lived in Italy in 2004. Կարող եք ասել 2004, whichever you prefer, որը որ ձեզ դուր է գալիս։ Սա past simple-ում է այս նախադասությունը անցյալ ժամանակաձևում, թարգմանաբար կլինի նա 2004 թվականին ապրել է Իտալիայում, ապրել է։ Եվ վերջ, դուք կոնկրետ անցյալի ինչ-որ բան եք նշում, կոնկրետ պահի տեղի ունեցած, այսինքն դա շարունակական չէ, դա կապված չէ ներկայի հետ, այսինքն present perfect չենք դնելու ենք past simple, որովհետև այդ գործողությունը տեղի ունեցել անցյալում եւ ավարտվել է նաեւ անցյալում։ Մենք ուղղակի նշում ենք, թե ինչ է արել այդ մարդը 2004 թվականին, որտեղ է ապրել այդ մարդը, եւ վերջ, այսքանն ենք նշում։ He lived in Italy in 2004. Եկեք հիշենք, past simple-ը կազմում ենք ed ավելացնելով բային, եթե դա կանոնավոր բա է, եթե անկանոն բա է, ապա երկրորդ ձևն ենք օգտագործել։ Աղյուսակը եթե դուք կհիշեք, բայի երկրորդ ձևն ենք օգտագործելու։ Օրինակ կարող եմ ասել go went կամ play played դնելու ենք ed։ Սա արդեն սովորական կանոնավոր բա է։ Այդպես։ Անցնենք հաջորդին։ Հաջորդ նախադասությունն է I was reading when he came.
I was reading when he came. Ես կարդում էի, երբ նա եկավ։ Եկեք տեսնենք։ Ուրեմն I was reading-ը մեր առաջին մասը նախադասության դա past continuous-ում է։ Անցյալ, շարունակական, չէ՞։ Իսկ հաջորդը he came դա արդեն past simple է։ Եկեք տեսնենք թե ինչու։ I was reading-ը ես կարդում էի, սա գործողություն է, շարունակական գործողություն։ Ես նստած էի, գիրքը ձեռքիս եւ կարդում էի։ Այսինքն այդ գործողությունը շարունակվում էր։ Բայց he came-ը, նա եկավը, արդեն դա շատ կարճ 1 վայրկյանոց գործողություն է, նա եկավ։ Վերջ։ I was reading when he came. Ես կարդում էի եւ այդ պահին նա եկավ։ Եկեք հիմա նայենք մեկ այլ նախադասություն, որտեղ երկու continuous գործողություններ են տեղի ունենում միաժամանակ։ Ասում եմ I was listening to music while he was cooking. Past continuous է երկուսն էլ։ Որովհետև այս նախադասության մեջ երկու գործողություններն էլ տեղի են ունենում միաժամանակ։ I was listening to music, ես երաժշտություն էի լսում, while, մինչ, he was cooking, նա ճաշ էր պատրաստում, նա պատրաստում էր այդպես, նա cooking։ Ես լսում էի, նա պատրաստում էր։ Նույն պահին է տեղի ունենում, դրա համար երկուսն էլ դնում ենք was եւ verb plus ing, այսինքն to be by-ը երկրորդ հիմքով was կամ were կլինի եւ by plus ing form։ Այդպես։ Երկուսն էլ դնում ենք past continuous-ում, որովհետև նորից եմ կրկնում, դրանք երկու միաժամանակ ընթացող գործողություններ են։ Ահա, այսքանը այսօրվա համար։ Ես իհարկե կպատրաստեմ շարունակությունը մյուս ժամանակաձևերի հետ կապված եւս present perfect continuous, past perfect, conditional-ները, մյուս բոլոր ժամանակաձևերը եւս կքննարկենք այսպես նախադասությունների վրա առանձին եւ իհարկե այս նույն ժամանակաձևերը ելի կքննարկենք եւ ես կասեմ էլ ինչ դեպքում ենք present continuous դնում եւ այլն, դրանք մանրամասն ելի կներկայացնեմ։ Այս տեսանյութի համար այսքան օրինակը, եթե ձեզ դուր է գալիս այս տիպի տեսանյութեր, անպայման նշեք, անպայման լայքեք, որպեսզի ես դա տեսնեմ եւ կպատրաստեմ արդեն շարունակություն ավելի ծավալուն, ավելի շատ օրինակներով եւ մանրամասն կխոսեմ այդ ժամանակաձևերի օգտագործման մասին։ Դե իսկ այս տեսանյութի համար այսքանն էի պատրաստել, լայքեք այն, եթե հավանեցիք, նաև կոմենտներում կգրեք, թե ինչ հարցեր ունեք, նաև կգրեք ինչպիսի տեսանյութեր եք ցանկանում դիտել, եւ այսքանը այսօրվա համար։ Շնորհակալություն, լայքեք, բաժանորդագրվեք եւ եկեք սովորենք անգլերեն միասին։ Bye bye։